Մենք շատ լավ ենք հասկանում հայրենիքը ու լոլիկը։ Մենք երկիր ենք կորսում։ Շուկան հələ հետո կվերականգնվի, պտուղը հասնում է ուր ենք տանելու։ Այն մաները կործանվելու է, սովի մատնվել։ Ինձ ընտրեք, ձեզ ընտրեն, որ ինչ անեք։ 2 կոպեկ թոշակ եք բարձրացրել, սարքել եք Հորոմի չգիտեմ ինչը, տժվժիկն եք սարքել։ Я ухожу։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Պարոն Հարությունյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում եւ շնորհակալ եմ, որ հարցազրույցից առաջարկը ընդունել եք։ Ռուսաստանի Դաշնությունը նոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, մասնավորապես ծաղիկների, գյուղմթերքի հետ կապված, այսօր նաեւ արգելափակեց կարտոֆիլի, սմբուկի, չրերի արտահանումը դեպի ռուսական շուկա։ Սա ինչի հետևանք է, ինչպես եք դուք վերլուծում, ինչ տվյալներ, ինչ թվեր ունեք, որ մտահոգիչ են հայ գյուղացու, ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, ես էլ եմ շնորհակալ, որ օպերատիվ արձագանքում եք, փորձում ենք այս իրավիճակին համապատասխան խնդիրները կարգավորել, թեկուզ խորհրդով, հարցազրույցով։ Եվ անցնելով անմիջապես ձեր հարցի պատասխանին, իրոք սա հետևանք է Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ ճիշտ քաղաքականության, մասնավորապես բարեկամ դաշնակից Ռուսաստանի Դաշնության հանդեպ։ Պարզ խնդիրը հետևյալում է, որ բավականին երկար ժամանակ տարբեր քննարկումների, միջոցառումների, ինչպես գագաթաժողովների ժամանակ տարբեր մարդիկ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունից անընդհատ հուշում են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ պարզ հուշում են, որ հնարավոր չի Եվրոմիություն եւ ԵԱՏՄ, այսինքն այդ համատեղելը հնարավոր չէ։ Այո, պարզ հուշում են, որ կողմնորոշվեք, երկիրն է կողմնորոշվողը, մասնավորապես ժողովուրդը, որ ուղղությամբ որ դուք կգտնեք, որ հայ ժողովրդի համար լավ է, այդ ուղղությամբ էլ գնացեք, բայց եւ Եվրոմիություն, եւ Ռուսաստանի Դաշնություն դա հնարավոր չի։ Ցավը գիտեք որտեղ է, ոչ վաղ անցյալում մեր ղեկավարությունը մինչև 2018 թվականը կարողացավ վարել քաղաքականություն եւ Այսինքն մենք ունեցանք եւ Եվրոմիության հետ կապեր, ինչ չէ նաեւ տնտեսական, եւ այո, եւ ԵԱՏՄ-ն։ Իսկ հիմա ցավոք սրտի կրկնում եմ նույն միտքը, որ վարած սխալ, ապաշնոր հակահայկական քաղաքականության հետևանքով կարճ կոնկրետ ունենք ոչ թե եւի քաղաքականություն, կամ-կամի ու դա ունի արդեն լուրջ հետևանքներ։ Իսկ ձեր ասած թվային վերլուծությանը մենք եթե գնանք, այս պահի դրությամբ արդեն կորուստները զգալի են։ Կորուստները զգալի են ոչ թե արդեն ինչ այս պահին փաստացի արձանագրվել է որպես կորուստ եւ գործարարները, եւ ֆերմերները, եւ գյուղացիները, առևտրականները ինչ տուժել են, առջևում դեռ շատ ծանր օրեր ունենք, որովհետև եթե հիմա հիմնականում ծաղիկ արտադրողներ կամ ջերմոցային տնտեսություններից բերք մտերք արտահանողներն են, արդեն սկսվելու է բաց դաշտի, բանջարեղենի, կանաչեղենի իրացում, մրգերի իրացում, մասնավորապես ծիրան, կերաս, դեղս եւ ցավը նրանում է, որ արդեն շեշտել են սահմանափակումների մեջ, որ թարմ խաղող հիմա էլ ավելացրեց չի, արդեն չամիչ, կարտոֆիլ, որ ասում է տակը մնացել է
մի հատ գազար, բողոք, մի հատ էլ Բերքահավաքի շրջանը համընկավ ընտրությունների հետ, ինչով է սա պայմանավորված, արդյոք կարող ենք ասել, որ Ռուսաստանը այս արգելափակումներով փորձում է ազդել Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա, որը տեղի ունենալու 4 օր հետո, թե ուղղակի բերքահավաքի շրջանը եւ այսպես համընկավ։ Ամեն բան ինչ լինում է, շատ քիչ բաներ է լինում, որ պատահական է լինում կամ համընկնում է։ Ես կասեի, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ոչ թե համընկել է, սա հեշտով, կարգով այս ժամանակի ցույց են տալիս այն հարցի պատասխանը, որ դու ինձ, ես քեզ, ոնց դու վերաբերում եք ինձ, նմանատիպ պատասխան կստանաք, լավին լավ, վատին վատ։ Եվ հիմա այստեղ մեր անկեղծ եմ ասում, մեր բախտը բերեց նրանով, որ այս պահին, ասենք, ձեր ասած եթե ընտրությունների նախօրյակ լիներ, որ նույն ազդակը Ռուսաստանի Դաշնությունը ուզենար փոխանցել, հաղորդել, որ հոկտեմբեր ամիսը լիներ, շատ ավելի, ես կասեի, սարսափելի կլիներ, որտեվ այն ժամանակ հիմնական արտանումը շատ ավելի ինտենսիվ է լինում եւ հնդավորներ, տանց, ամեն ինչ, արդեն աշնան բերքավակ, բերքը ավելի առատ, այդ ամեն եւ պատկերացնում եք ձմեռնամուտ։ Նշանակում է հոկտեմբեր ամսին մեր մարզերում արդեն Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք, որտեղ որ արդեն ցուրտ է լինում, ջեռուցման խնդիրներ ավելանալու։ Հիմա մի փոքր ժողովրդի լեզվով ասած, մեր ձայնը տակտեղից է գալիս։ Հիմա տուժում են տնտեսվարողները, ուղղակի ժողովրդի այն հատվածը, այն մասը, որ անմիջապես կապ ունի մշակության արտահանման հետ, առևտրի հետ, իսկ արդեն վարելիքի հետ կապված շատ ավելի ծանր է լինելու։ Դրա համար եթե իրավիճակը հունիսի 7-ին ժողովուրդը ճիշտ լուծում չտա, հետևանքները առանց այն էլ էս ինչ կա տնտեսությանը շատ բացասական ազդում է եւ կործանարար կլինի շարունակությունը, եթե երկարատև գնաց, մնացածը էլ չասեմ։ Անցած տարի եւս նույն պատկերներ հիմնականում կորիզավոր մրգերի հետ կապված, ծիրանի հետ կապված, նաեւ մենք էինք այցելել շուկաներ, գյուղացիները դժգոհում էին, որ չեն կարողանում իրենց գյուղմթերքը արտահանել Ռուսաստան։ Ինչու այս մի տարվա ընթացքում այս խնդրին հստակ լուծում չտրվեց եւ նախորդ տարիների համեմատելով, որ համեմատում եք, վերլուծում եք, երբևէ նման ծավալով, նման ձևով սահմանափակումներ եղել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ։ Ես մտովի հետ գնացել 2015, 16, 17 թվականները լինում էր խնդիրներ, հիմնականում Լարսի հետ կապված ճանապարհի բնության, ասենք լինում էր ձնահոսք, հեղեղումներ, փակ էր լինում կամ տեխնիկական սպասարկումներ էին անունը դնում, բայց այս ձև երկար պատկերացրեք հիմնականում նույնիսկ ոչ թե նախագահի ու վարչապետի մակարդակի էին այդ հարցերը լուծվում, նախարարի ընդհանուր նաև ես շատ հարցերում փորձել եմ գործընկերների հետ կապնվել, օգնել ենք իրար, լուծումը գտել ենք, արագ խնդիրը նույնիսկ պետությունը լաստանավ է վարձել, որ կարողանային ձեր ասած Ծիրանի պիկի ժամանակ կերասի կարողանային այդ կապը ապահովեն, որտեղ Ծիրանը արագ փչացող ապրանք էր, բացի դրանից մեր բրենդներ շուկայում իր ուրույն տեղն ունի, մրցակցությունը ունի, այդ ամեն ինչը պետությունը հաշվի էր առնում, բացի դրանից, որ այգետերերը, ֆերմերները, ժողովուրդը չտուժվեր։ Իսկ ձեր ասած 1 տարի առաջ, երբ որ ես փորձում եմ վերլուծել, 1 տարի առաջ խնդիրը վերագրում էին տեխնիկականին, անցանելիությանը մաքսային թողունակության խնդիրեր, տեխնիկական էր, բայց այստեղ կար արդեն նաև վրացական կողմի բարձրացրած խնդիրը, դա էլ ունի իր խութերը, այլ բաներ կա, որոշ բաներ կա, որ ես կհնչեցնեմ, բարձրաձայնեմ բաներ կա, չեմ
անցնի այդ սահմանը եւ հիմնականում Ռուսաստանի կողմից գրեթե անցած տարի ոչ մի խնդիր չի եղել։ Կրկնում տեխնիկական եւ այլ միջպետական խնդիրներ էր ծագել Հայաստանի եւ Վրաստանի, դարձյալ էլի ստեի սխալ քաղաքականության հետևանքն է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով։ Ու այդ ամեն ինչը, ու գիտեք, հետաքրքիր է, որ նա ժամանակ առ ժամանակ իմ կողմից, տարբեր մարդկանց կողմից, ովքեր որ շատ թե քիչ տիրապետում են, ինչ որ հորդորներ են անում, խորհուրդներ են տալիս, եւ ասում են, ոչ սա առաջինն է, ոչ վերջինն է, քանի որ այս ճանապարհի խնդիրը լինելու է, միշտ դուք պատրաստ եղեք հաջորդ տարբերակներին օպերատիվ լուծում գտեք։ Այդ իրենց ասած այդ դիվերսիֆիկացիայի հարցը լուծեք, որ այս դեպքում չլինի ինչ մեղմացնող, ինչ հնարավոր տարբերակներ կարելի է կիրառել։ Ցավոք սրտի Սելեկե Բարտոցի տակ կանգնել է փաստորեն ոչինչ չեն կարողանում անել, որովհետև նախ ի վիճակի չեն հաստատ, երկրորդ չեն տիրապետում բազային եւ նաեւ չունեն պրակտիկ փորձ ու համապատասխան գիտելիք։ Եվ ամենակարևորը միջանձնային հարաբերություններն են, ցույց են տալիս, որ շատ լավ հարաբերություններ ունեն, բայց այդ միջանձնային հարաբերությունները չի լուծում ոչ մի խնդիր, իսկ այն ժամանակ մենք այդ հարցերը կարողանում ենք կարգավորել։ Եվ ես ասել եմ, եթե կոնյակի, հանկային ջրերի, նմանատիպ ապրանքների խնդիրը այդ պահին անմիջապես ազդում է այդ գործարանի տերերի, բայց հետո ինքը ազդելու է նաև մթերման գործընթացի ժամանակ, իրենք ասել են, ես ունեմ արդեն ինֆորմացիա, որ 15 մեքենա պտուղ բանջարեղեն վերամշակող ընկերություններից մեկը լարսում է արդեն քանի օր ու ոնց որ հեսա հետադարձի ճանապարհ, այսինքն ոչ միայն պտուղ բանջարեղենի խնդիրն է, ոչ միայն հանկային ջուր կոնյակ, արդեն պահածոներ, այսինքն այս ամեն ինչը բերում ցույց է տալիս, որ խնդիրը մեկն է ու ղեկավարությունը Ռուսաստանի Դաշնության էլ ոչ թե տողատակով, կրկնում եմ, անմիջապես անընդհատ շեշտում է, ժողովուրդ, ճիշտ է, ձեր համար ծանր կլինի վնասակարը, բայց սա կոնկրետ արվում է քաղաքականության, ուղղության փոխման եւ այլն եւ այլն եւ առնվազն դու պետքա խուլ լինես կամ չգիտեմ ինչ աշխան թերաս, որ չհասկանաք, որ սա տակից ոչ մի բան չկա, այն որ ասում եմ ամեն ինչ պարզ ներկայացում է, նաեւ նշենք ավելացնենք ձկնաբույժների խնդիրը, որտեղ այնտեղ էր բավականին մեծ ներդրումներ աջերմոցատերերի մոտ։ Ես տեսեք, որ ասում եմ այս 8 տարի ուղղվածությունը ոչ միայն քաղաքական վեկտորը, պատերազմական ավերները, ընտանիք կործանելը, նաև տնտեսական յետե քաղաքականություն կա, դա մենակ վնասակար կործանարան քաղաքականություն է եղել։ Տեսեք, երբ որ 2015, 16, 17 թվականներին ոչ միայն մենք մշակում ենք կարգտապաշտպան համակարգերի իրացմանը, տեղադրման, ոչ միայն բերքի ապահովագրման, ընդհանուր արդեն սուբսիդավորման մասին օրենք ենք ուզում ընդունել, գյուղատնտեսության մասին օրենք, որ դրանք ոչ թե այդ պահին ինչ որ պահի տակ կայացված որոշում, այլ սիստեմավորված պետք է համակարգ աշխատեր եւ նաեւ քննարկվում էր եւ ստեղծվում էր, որ ինչքան հիշում եմ, ոնց որ պրոդուկտ կար նաեւ թե Արարատ, բայց նպատակը մեկն էր, հիմնականում մեկ հայկական բրենդի տակ արտահանվել մեր ապրանքները, դա կլիներ Եվրոմիություն, դա կլիներ Մերձավոր Արևելք, Հնդկաստան, Չինաստան, թե Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկա, մեկ, այսինքն ընդհանուր գալիս էր պետական հոգացության ներքո, պետությունը շատ ռիսկեր վերցնում էր իր վրա, կազմակերպելու էր կենտրոնացված մթերում, վերահսկելու էր
վերամշակումը, կոնյակի արտադրությունը, որտեղ այդ ընդհանուր բրենդ է, եւ նաեւ անատականել համապատասխան մարմինները պետք է վերահսկեին, որ մթերման գործընթացում, որ վատ ապրանք, ցածրաբորակ ապրանք, ստանդարտին չհամապատասխանող ու ոչ թե վերջի պահին պետք է խնդրի առաջ կանգնեցնեն, այլ սկզբից նախապես հուշելով, խորհրդատվությամբ, հորդորելով եւ հաստատ խտավորումով, որ կենտրոնանալ ճիժնել, միշկնել, մեկտեղ եւ արտանվել, դա նաեւ լուծում է պայմանագրերի երկարաժամկետ կնքման խնդիր, այսինքն ոչ մի հայկական մեկ կազմակերպություն ի վիճակի չէր ռուսական հզոր շուկայի սուպերմարկետներին ապահովել անընդհատ ապրանք, ստիպված պետք է կենտրոնացված լիներ, որ մենք պայմանագրերը լինեին երկարաժամկետ, կայուն, պլանավորված, որ մարդիկ իմանային երբ ինչ կան մշակեն, ինչ մշակեն, ինքնարժեք ենք հաշվում, ցույց ենք տալիս, որ ինքնարժեքի իջեցման մեխանիզմներով մենք ինչ կարող ենք անել, մենք նկատի ունենք մասնագետներս, պետությունը, խորհրդատվություն եւ այլն, այդ թվում անասնաբուժություն, բոլոր խնդիրները, ոնց անենք, որ մեքենաները այստեղից բեռնված գնան, այնտեղից բեռնված գան, որ ճանապարհածախսերը պատկեր լուրջ աշխատանք էր տարվել, ցավոք սրտի, այդ ամեն թղթերը մնացել է սեղանի վրա, սրանք վերցրեցին այն սևագրերը, որտեղ որ կիսատ պրատ էր, մի հատ էլ իրանք այլասերեցին այդ ծրագրերը, չգիտեք ինչ արեցին, էլ չեմ ասում արտահանումը, դա է պետական գործիքակազմը, մեկ բան էլ ավելացնեմ, տեսեք, մթերման հետ կապված այդ գործընթացների ճիշտ կազմակերպման խնդիրների հետ կապված խնդիրներ եղել են այն ժամանակ էլ, ձկնաբուծության հետ կապված, անընդհատ մենք այստեղ որ լսում եմ մարդկանց հետ, ես խոսում եմ, քննարկում եմ, արձագանքում են, իրանց խորհուրդներն են, ես այս պահին ընդունել, ինչու՞ չէ նաև երեկ մարդիկ ինձ զանգի, ինչ-որ մի բան հուշել են, խորհուրդ են տվել, ես ասեմ, ժողովուրդ ջան, ընկերներ, մենք շատ լավ ենք հասկանում հայրենիքը ու լոլիկը, բայց մենք նաև ավելի ստրատեգիական խնդիր են ժամանակ ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում շատ թանկ է ոռոգման ջուրը ու հաշվի առնելով այդ խնդիրները, կորուստները կրճատելը, այն ժամանակ կառավարության մակարդակով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Կարեն Կարապետյանի հանձնաժողովի անմիջապես ղեկավարն է, գրեթե ամեն օր աշխատանքային խորհրդակցություններ լինում, հրավիրում են նաև տնտեսվարողները, որ խնդիրը հասկանանք, լուծումը ճիշտ տանք, որ մեղմ լիներ, գիտենք որտեղ է, մարդկանց ասում ենք, բերեք ներկայացրեք ձեր ջրի ծախսը, այդ ծախսը ինչքան է կազմում ձկի 1 կիլոգրամ ինքնարժեքի վրա, որ պետությունը համապատասխան քայլեր կիրառի, թե չէ ջուրը անտեղի հոսում գնում է, անչափ, անքանակ, չի չափավորված, չի լիմիտավորված, այդտեղ մեկ ձկնաբուծարանի ջրով ամբողջ 3-4 համայնքի հող էր մշակվելու, շատ հողեր չեն մշակվում այդ ջրի պատճառով եւ որոշ ձկնաբույժների կարող է շատերը հիմա շարունակում են, եթե չեմ սխալվում, այն ժամանակ մոտավորապես 228-ի 18-ի, արդեն 10 տարի անց է, այդ կարգի էին գրանցված ձկնաբույժները, մի քանիսը մոտ 2 տասնյակ կարգպային են, մնացածը հիմնականում իշխան էր, խնդիրը լուրջ էր, գալիս էին, ասում ենք, մենք շուկա ենք կորցնում, մենք եթե ձուկ, ասում ենք, մենք երկիր ենք կորցնում, շուկան հələ հետո կվերականգնվի, բայց եթե հողը չմշակվեց, ջուրը անտեղի գնաց, խորքային ջրը, նույնիսկ ատոմակայանի օվացման խնդիր կար արդեն, ասում ենք, բերեք ներկայացրեք, մենք օգնենք, նույնիսկ գիտեք ուր հասանք, որ կոնկրետ շատ բաներին են, որ բարձրաձայն գոռալու բան ունենք, ասում ենք, բերեք ցույց տվեք, ինչքան ներդրում եք արել, այս պահին, եթե հələ պակաս ունեք, ձեր ներդրածը հետ բերելու վարկ այդ հանձնական միջոցները, մի բան էլ ավել ժամանակ տանք ձեզ, հսկողության տակ, դուք ձեր գումարները վերականգնեք, մի բան էլ օգուտ,
որ հետո պետությունը ռեժիմը փոխելու է ձգնաբուծության կամ բարձրացեք դեպի այս կողմ, այն կողմ այդ խնդիրը, այդ ինչի համար եմ ասում, այսինքն պետությունը ոչ թե պահի տակ այդ ամեն ինչը չանի գահասի ես մի բարի փողը կտամ, լոլիկի փողը կտամ, ծաղկի փողը կտամ, այդ հո բան չի, ոնց կարա այդպես բան հաշվարկապետ, մեթոդա եղածա ծրագրերի տակ լրիվ քրեական գործեր, հանցագործություններ, համակարգված կոռուպցիա է։ Հիմա նոր բան է, ու մեկ բան էլ ներողություն եմ խնդրում ավելացնել, նույնը ջերմոցների եւ ինտենսիվ նորագույն տեխնոլոգիաներով այգիների խնդիրը։ Բացեք նայեք այն ժամանակ նույնիսկ որ պիլոտ էինք անում, վեճ էր լինում, անընդհատ ես խնդրել եմ, պնդել եմ քանակը սահմանափակ պետք է լինի։ Ջերմոցները դրած էր սահմանափակումը մինչև 3 հեկտար, որ փոքր ջերմոցներ մարդիկ տնամերձ ունենան, մեծնեն մինչև 3 հեկտար, իսկ պտղատու այգիները մինչև 10 հեկտար նորագույն տեխնոլոգիաները եւ հողի գնման բաղադրիչ վարկային պետությանը չկար, որտեղ մենք հասկանում ենք դա ուր էր բերելու։ Հիմա եկել են պետության միջոցներով հլանհայտելա թե 400-500 հեկտարները ոնց են գնել, ոնց են ներդրում արել, դրա մասին հաջորդ անգամ։ Ու հիմա եկել են ասում են պտուղը հասնում է ուր ենք տանելու։ Բա մենք որ անընդհատ հուշում էինք, որ ավելցու կա լինելու, այս կարգի խնդիրներ կա, եթե մարդը ունի փոքր տարածք, վնասը որոշակի փոքր կլինի, ու պետությունը այդ բանին կարող է թեկուզ տեղական շուկայում ճիշտ գործիք կիրառելով վնասը մեղմացնել, նույնը 3 հեկտար մինչև ջերմոցատերերին է։ Հիմա ինչ է տեղ ունեցել։ Փոքր ջերմոցատերերը, որ իրենց քրտինկով, ասում դառը դադումով ստեղծել են եկամուտ, խոշորի հետ կործանվում են, թե խոշորը հետևից փող ունի, կարատակից դուրս կա կամ հեսա պետության հովանավորությամբ իրանք խոշոր են, այն մաները կործանվելու է, սովի է մատնվելու, նույնը այգետերերը, այդ ամեն ինչը, հիմա ինչ 3 հեկտար ջերմոցի ելակը տեղական շուկայում ակցիաներ, ինչ-որ մի բան, ինչ չգիտեմ իրանց ասած 300 հեկտարը, նույնը ծաղիկները։ Պարոն Հարությունյան, նաև Ռուսաստանը որևէ կախվածություն չունի Հայաստանից, հատկապես գյուղատնտեսական, տնտեսական առումով, ինքնաբավ երկիր է, կարող է իրեն բավարարել եւ ունի բարարդ հող, բերի հող եւ բոլոր ռեսուրսները իր գյուղատնտեսությունը ապահովելու համար։ Այստեղ Ռուսաստանին, Հայաստանի համար Ռուսաստանի այլընտրանքը որը կարող է լինել, ռուսական շուկայի այլընտրանքը, հայ գյուղացին իր մթերքը, հայ արտադրողը իր արտադրությունը որ շուկա կարող է ներկայացնել եւ որքան ժամանակ է պետք որպեսզի հայ գյուղացին այլ շուկա ընտրի իրեն։ Ուրեմն եկեք լինենք անկեղծ, ոչ մի շուկա Ռուսաստանի Դաշնության շուկային եւ ավելացված ԵԱՏՄ մյուս երկրների շուկաները այս կարգի մաքսային արտոնություններով եւ այլ արտոնություններով ու նման բազմամիլիոնանոց շուկա հաշվի առնելով նաեւ լոգիստիկա ճանապարհը հեշտությունը այսինքն այնքան հեշտ էր ապրանքը Հայաստանից հասնում Ռուսաստան ճիշտ է խնդիրներ կար որոշ էլի սուբյեկտիվիզմ որոշ բաներ բայց ոնց որ նույն ապրանքը Հայաստանի մի կետից գնալ մյուս կետը ու երբեմն Երևանից Արմավիրից ավելի հեշտ էր հասնել Ռուսաստանի Դաշնություն քան Մեղրի հաշված տեխնիկա այսինքն նոր շուկա ես հասկանում եմ որ այս կան անտառ եւ այլն մերձավոր արևելք եւ Եվրոմիություն Ադրբեջանի հետ սահմանների բացվելու մասին ասում են առևտուր կանենք ամեն ինչ լավ կլինի ադրբեջանցիները կգան հայկական շուկայում առևտուր կանեն մենք կգնանք ադրբեջանական թուրքական շուկա ուրեմն միտքս ավարտեմ այդ բոլոր երկրների հետ էլ առևտուր եղել է շատ քիչ մասնավոր կապեր նույնիսկ մենք Թուրքիայի հետ կապ չունեինք դիվանագիտական բայց միևնույն է ապրանքաշրջանառություն շատ թե քիչ կար տեսեք իրանք էլ իբրև թե հեշտացրեցին առևտուրը նոր
կարգ մտցրեցին, որ այդ փաստաթղթավորումը արդեն հնարավոր լինի, այդ արկել կհանեցին վերջնական կետ կամ ծագման աղբյուր նշվի Հայաստան կամ Թուրքիա։ Ես գիտեք ոչ թե իմ չափից ավել հայրենասիրության մասին է խոսքը, ես միշտ փորձել եմ սառը, ստապ դատողություններ անել, վերլուծություններ անել։ Այս 100-ամյակները ցույց են տվել, ինչ կա անդադ հետ ենք նայում, վերլուծում են, որ Թուրքիան աչքը ինքը Հայաստանից կուզենա ձեռք բերել հողերը։ Էլ ուրիշ բաներ չասեմ։ Բայց ամենալավ հողերը մնացին, այսպես ասած, իրենց մնացին։ Չէ, ասում ախորժակն ուտելուց է բացվում։ Հիմա դա քաղաքականությունն է իրանց կողմ, երեք չեն որոշել։ Իրանք ինչ անում են, ի տարբերություն մեր երկրի կառավարության, իրանցը 100 տարեկան ծրագրեր են, այդ պահին մոտակա, ապագա, նույնիսկ հաջորդ 100 տարվա, նույնը Իսրայելինն է, նույնը Իրանինն է, բոլոր երկրները։ Ադրբեջանից էր նշած Ադրբեջանի, տեսեք իբրև թե խաղաղություն, այսքան կորուստներ ու սրան ավելացրած, որ անընդհատ Ադրբեջանը հոխորտում է զավթողական, ճնշողական, այդ քաղաքականությունը տանում։ Դուք չեք լսի մի նախադասություն ադրբեջանական ղեկավարությունից, որ ասի գերիների ազատ արձակել, մեր ռազմաքաղաքական էլիտային ազատ արձակել, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները կամաց իրար հետ ձեր ասած բարեկամանան ժամանակի ընթացքում, հետո առևտուր, ոնց որ եղել է, ասենք մի 30-40 տարի առաջ, հավերժ թշնամիներ այդպեսին, երբ որ թողում են ժողովրդին կամաց իրար հետ աշխատում են, բայց մեկ այլ բան է, ասում եմ, պարտվողական քաղաքականությունը եւ այստեղ ես բերեմ քաղաքագիտական մի նորմ փորձեմ բան անեմ, էլի, երբեմն իմ երեխեքը ինձ զավակներն ինձ ասում են, պապ, փոխվել է քաղաքագիտական նոր հեղինակների, նոր տեխնոլոգիաների մասին կարտա, նորից կրտվի, այս տարեկիս էլ 54-55 տարեկանում էլի ասում են կրտվի, բայց գիտեք ինչ, ոչ թե ալարում եմ, այլ այնո երեք կոնկրետ բացատրեցի, գիտեք ինչ, հիմա ձեր ասած քաղաքագիտական այդ նորմերը, հիմա հակասության մեջ է, եւ մեր համալսարանում սովորող քաղաքագետներին իրան դիսերտացիոն նոր թեմա եմ առաջարկում, բացառությունն է, որ 3 պատերազմ անըտ մեջ պարտված ապաշնոր քաղաքականության հետևանքով ու կողքի ցույց են տալիս, որ հնարավոր էր պարտությունից խուսափել, հնարավոր էր հետևանքները մեղմացնել, SSS բաները, ու այդ մարդիկ համարձակվում են, մտնեն բակ, քարոզեն, որ նորից վերընտրվեն, այսինքն 18 թիվը գնաց, մարսեցին, սխալվակ մի անգամ փոცხին կանգնեցի 18 թվականը, մի հատ 21 թվականը, հիմա փոխանակ այդ մարդիկ սուս փուս ներողություն խնդրելով իրենց կամ ուղղորդված քաղաքականության կամ ապաշնորհության հետևանքով երկրին հասցված չվերականգնող կորուստների մեր թանկ զինվորների հիմա նորից էլ ասում են ինձ ընտրեք, ձեզ ընտրեն, որ ինչ անեք, վերջնական ինչ անեք, անելով գալիս եք, բյուջեից, եթե դուք անդադ այդքան փող ունեք, աճ ու ձախ տալիս եք, անընդհատ տալիս եք, ձեր մոտ է տալը ոնց որ լավ է ստացվում, ում եք դա, եթե որ այդքան փող ունեք, ուր է հակակարգտային համակարգերը, ուր է ապահովագրությունը, ուր են վարկերի տակ ծանր մարդկան ձերով, ոչ մի բան, ուր է աշխատավարձի բարձրացում, մի 2 կոպեկ թոշակ եք բարձրացրել, սարքել եք հորոմի չգիտեմ ինչը, տնդ չի կարելի անել, էլի, տժվեժիկն եք սարքել։ Վերջում անդրադառնանք գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտությանը, ինչքանով է այն այսօր անհրաժեշտ եւ ինչքանով է էկոնոմիկայի նախարարությունը կարողանում փոխարինել գյուղատնտեսության նախարարությանը, արդյոք այս նախարարության բացակայությունը երևում է Հայաստանում։ Ոչ միայն նախարարությունը որպես կառույց վերականգնման մասին է խոսքը,
Նաև մնացած բոլոր նախարարություններում էլ ավելի նենց խնդիրներ կա, որ անմիջապես չի առնչվում այդ պարին ստամոքսի սնունդի հետ եւ բարձրացնում է նույն ոչ պրոֆեսիոնալիզմը, անփորձությունը, ոչ պետականամետ, ոչ հայրենասեր, ոչ քրիստոնյա լինելու խնդիրն է, այսինքն այդ խնդիրը պետքա լուծվի արագ, ժամ առաջ պետքա լուծվի, նոր մնա կառույցը ոնց որ բացվի, այդ կառույցը պետք է ինչ տարբերություն, հիմա ասենք էկոնոմիկայի նախարարության անունը լինել գյուղատնտեսության նախարարություն, ընեն չի այնտեղ պրեմիաներ, նստած ստացողներ չկան ու մատերին չտվող կամ հակառակ ուղղությամբ, լոլո անելով ուր են գնալու, խնդիրը նաև պրոֆեսիոնալիզմի մասնագիտականի մեջ է եւ ես կիսա հումորային ասեմ, մենք հիմա այն վիճակում ենք, որ գյուղատնտեսության նախարարություն որպես այդպեսին, եթե ստեղծվի, պետք է հաշվի առնվի կառավարման, ներքևից վերև եկող ինֆորմացիան, հանձնարարությունները, օպերատիվություն, այսինքն համայնքներից սկսած պետք է բարձրանա մինչև նախարարություն, այսօր այն օրն են հասցրել, որ նախարարությունում հումոր չեմ անում, պետք է ունենան վերակենդանացման բաժանմունք, հումոր չեմ անում, որովհետև պետք է այդ պահին, այդ վարչությունը, այդ բաժանմունքը աշխատի, որ ինչ էլ որ մնացել է չմահանա, կիսա մեռա վերակենդանացնել, նոր է մյուս կողմից մասսայի էֆեկտ ապահովող ծրագրերը զարգացնող այդ ծրագրերը գնա առաջ, որ մենք այլ տարբերակ չունենք, սա է մեզ Աստծու կողմից տված երկիրը, մենք պետք է պարենք, պահպանենք, իսկ այդ ամեն ինչի համար ես ուղղակի փորձեմ մեր իրանք էլ գիտեն, որ շատ վատ բան են արել։ Եթե իրանք ունեին հանձնարարություն, որ այս ձև պետք է անեն, այդտեղ էլ են գերազանց կատարել իրանց աշխատանքը։ Երկու դեպքում էլ խնդրում եմ, հորդորում եմ, ֆինանսապես էլ շատ ապահովված եք արդեն, չափից ավել։ Այս պահին ձեր հայրենասիրությունը, երկիր սիրելը, ժողովուրդ սիրելը, ամենակարևորը ձեր ընտանիքները, ձեր երեխեքին, ապագա թոռներին սիրելը կլինի, որ դուք հայտարարեք, որ այն Բորիս Նիկոլաևիչ Ելցինի նման ելնեք ասեք, «Я ухожу»։ Երբ որ այդ ամեն ինչը ասեք, հավատացած եղեք հունիսի 8-ին, պայծառ արև կբացվի, կփորձենք այս երկիրը արագ ոտի կանգնեցնել, հաստատ համոզված եղեք նույն Ռուսաստանի Դաշնությունը լրիվ կփոխի իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։ Ասեմ ձեզ, այնպես չի, որ ես չեմ մտածում նաև որպես ոչ միայն դիվերսիֆիկացիա, այլ նաև լավ կապեր ունենան Եվրոպայի հետ, լավ շուկաներ ունենան, որ այլընտրանք ունենան, լավը լավ գնում, միջակը միջակ գնում, բայց ոչ թե հակասությունների, այլ համադրությունների, ոչ թե մատի փաթաթան լինել կամ ոտի տակ ընկնել գերհզորների, իսեր Աստծո, ոչ, մենք նորմալ երկիր ենք, մենք եւ ինչու՞ չէ նաեւ հաշվի առնենք պատմական պահը, որ սա սովորական պատգամավոր ընտրելու ընտրություն չի, սա արդեն լուրջ խնդիր է եւ փառք Աստծո, ելի շնորհակալ լինենք, որ այս նեղ պահին մենք ունենք ընտրության հնարավորություն մի քանի, որտեղ մարդիկ պատրաստակամություն են հայտնել իրենց ունեցվածքով, իրենց միջոցներով, իրենց թիմերով, մենք էլ ենք պատրաստական լծվել այդ աշխատանքին, ժամ առաջ այս վիճակից հանել նոր պրոբլեմներ, նոր հակասություններ, բավ է, արդեն չափը տանում է դեպի կործանման։ Կրկին շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն էր։